Խոսքս ուղղում եմ պատերազմի եռագլուխ կուսակցությունների ղեկավարներին։ Ժողովուրդ այն որ խոսել չգիտեք, բոլորս գիտենք, լավ բաց չխոսել էլ չգիտեք։ Ամեն անգամ ինչ-որ ճակերտավոր մտքեր եք արտահայտում, որոնց մեջ երկու տիպի սխալ եք միշտ անում։ Առաջին ինչ-որ բառեր կան հայերենում, որոնք չեք կարողանում արտաբերել, որովհետև հայերեն չգիտեք, եւ երկրորդը ինչ-որ տվյալներ եք ասում, որոնք բացարձակապես սխալ են։ Հերթական անգամ դիտենք տեսանյութը։ Միրգ, կոնյակ գինի տարեկան 3 միլիարդի գնման դեր, որ դա փակվեց։ Գյուղատնտեսություն փակվա, գինեգործությունը փակվա, կանայագործությունը փակվա։ Դա Եվրոպան չեն կարողանալ ուղղարկել։ Իսկ իրականում պատերազմի եռագլուխ կուսակցություններից մեկի ղեկավարը սխալվել է ոչ ավել ոչ պակաս 8.5 անգամ։ Հայաստանը ոչ թե 3 միլիարդ դոլարի մրգեր, կոնյակ եւ գինի է արտահանում Ռուսաստանի Դաշնություն, այլ ընդամենը 360 միլիոն դոլարի անցած ամբողջ տարվա ընթացքում։ Քոչարյան Ռոբերտը կամ բացարձակ ստախոս է, կամ տարական գիտելիքներ չունի Հայաստանի տնտեսությունից ու նրա վերջին տարիների զարգացումներից։ Դիտենք տեսանյութը։ Հայտարարություն է, որ 8 տարում մեկ գործարան չի բացվել, մեկ նոր ներդրում արդյունաբերության ոլորտում։ Իսկ իրական խայտարակությունն այն է, որ ժեկի թղթով նախագահ դարձած մեկը, ով պարբերաբար իր լեզվով ասած ինչ-որ բաներ է կռում, կամ պարզապես ստում է, կամ չգիտի, որ միայն անցած տարվա ընթացքում Հայաստանում գործել է 159 մշակող արդյունաբերության ձեռնարկություն, գործարան, որոնք ունեցել են 500 միլիոն դրամ եւ ավել շրջանառություն եւ ստեղծվել են ուշադրություն 2018 թվականից հետո։ Կալուգացի Սամոզվանեցը այսպիսի բան է ասել։ Ես միշտ ասում եմ, գոնե ցույց տվեք 8 տարվա մեջ, որ իրենք ստեղծել են մեկ ձեռնարկություն, բացի մեր ստեղծածից, որտեղ 200 մարդ աշխատում է։ Իսկ իրականում 2018 թվականից հետո Հայաստանում ստեղծվել է 70 ձեռնարկություն, որտեղ 2026 թվականի մարտի դրությամբ աշխատել է 200 եւ ավելի մարդ։ Ընդհանուր առմամբ 36636 Բարդ սիրելի հայրենակիցներ, կիրակի է, բայց աշխատանքային իհարկե մեր համար եւ օրվա վերջում մամուլն էի նայում եւ տեսնեմ Նարեկը Կարապետյան պատրաստ է 1 դրամով աշխատել, որպեսզի պետությունից գումար չվերցնի։ Նարեկ ջան, այդ լավ է, որ պատրաստ ես պետությունից գումար չվերցնես ու 1 դրամով աշխատես, բայց այդ դեպքում մի հատ հարց է առաջանում, բայց այդ դեպքում ինչի է այդքան դիմում էկոնոմիկայի նախարարությունը աչուձախ բոլոր ծրագրերին, որպեսզի պետական աջակցության ծրագրերով աջակցություն ստանաք։ Նոր մենակ մեր մի ծրագիրն էի նայում, Աքսատուրքի աջակցությամբ ձեր տարբեր ընկերություններ 3.5 միլիարդի աջակցություն են ստացել, տարբեր ընկերություններ, որոնցում փայամասնակցություն ունեք։ Բայց ինչի եք դիմել, պետական բյուջեից գումար ինչի եք ստացել, ինչի եք դիմում։ Հա մեկ էլ Նարեկ ջան, բավոտնես 1 դրամով պատրաստ ես աշխատել։ Հիշում ես հորեղբորդ հայտարարությունից, հայտնի հայտարարությունից մի քանի օր առաջ ինչի էր եկել իմ մոտ էկոնոմիկայի նախարարություն ու ինչ էիր խնդրում։ Բավոտնես 1 դրամով աշխատող ես։ Ինչի էիր եկել։ Ինչի եք ուզում պետական բյուջեի միջոցներով աջակցություն ստանաք։ Լավ։ Հիշում եք, որ ասում էի, եթե քաղաքացիական պայմանագիրը չհաղթի, ապա անկախություն էլ չի լինի։ Եթե մենք չընտրվենք հունիսի 7-ին, թրիփ չի լինի։ Խաղաղություն էլ չի լինի։ Անկախություն էլ չի լինի։ Եվ մենք պետք է լինենք միութենական կազմում։ 100 տարի առաջ ոնց որ եղել է խորհրդային միություն։ Իսկ գիտեք ով է այս մարդը։ Այս մարդը Կիպրոսի եւ Ռուսաստանի քաղաքացի Կալուգացի Սամոյի աջակիցն է, ով նաև համատեղության կարգով եղել է Ղարաբաղի անվտանգության խորհրդի քարտուղարը։ Այս մարդիկ բացեիբաց հայտարարում են, որ իշխանության գալու դեպքում Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը մատաղ են անելու սրա նրա ոտքերի տակ, բայց մենք դա սրան ու սրա տերերին թույլ չենք տալու։